Ողջույն Կորձարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք նախքին սփյուռքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Այսօր մեր հյուրն է Արփի Մալյանց, ողջույն Արփի ջան։ Դուք ծնվել եք Բարսկաստանում։ Այո։ Մեզ ասեք, երբ եք հայրենադարձել ու ինչի համար։ Ես ծնվել եմ Բարսկաստանում, բայց շատ փոքր տարիքում մենք եկել ենք Հայաստան։ Որ տարիքում, այսինքն 2 տարեկանում ծնողների հետ եկել ենք Հայաստան։ Հետո գործի առումով papayi հետ գնացել ենք հետո Ֆրանսիա, ես մեծ մասամբ Ֆրանսիայում եմ սովորել։ Եվ 2017 թվականին որոշեցինք ծնողների հետ վերադառնալ Հայաստան։ Ինչու՞։ Իրան գնացել էին միշտ այն հույսով, որ վերադառնալու են Հայաստան։ Երբեք չէին գնացել, որ գնանք ու չգանք։ Թեկուզ Ֆրանսիա, նույնիսկ Ֆրանսիա։ Թեկուզ շատ մարդիկ հիանում են Ֆրանսիայով։ Բայց ուրեմն հայրենադարձության եւ հայրենասիրության ճիղը այդքան ուժեղ ա եղել, որ Ֆրանսիան իրեն համար եղել է անցողիկ մի դեպք։ Այո, միշտ գալիս են ասում են ձեր թղթերը չեղավ, ասում ենք չէ, եղել է, ամեն ինչ օքեյ է, բայց Հայաստանը ուրիշ է, հաստատ ուրիշ է։ Բայց իրենք են որոշել։ Բայց դուք եք համամիտ այդ որոշման հետ երեխաները, քանի եղբայր ունեք։ Փոքր եղբայրս էր եւ ես այդ ժամանակ 17 տարեկան էի։ Ֆրանսիայից որ վերադարձանք Հայաստան, բայց ընդհանրապես դժվար չէր, որ ասեցին գնանք Հայաստան, ոնց որ միշտ այդ բանը եղել է, որ գնանք։ Բայց դուք որ տարիքին թողեցիք Հայաստանը։ 7 տարեկանում։ 7 տարեկանում, այսինքն դեռ դուբավորված էր, որ մինչև 17 տարեկան դժվար տարիք։ Շատ դժվար դարիք, որ հատկապես Եվրոպայում մարդիկ այդքան ազատ են, ինչ ուզում են անում են, դուք հատկապես դեն չի որ բարդատրվեց, ծնողքի հետ դուք եք համամիտ, որ վերադառնաք։ Շատ հաճելի խոսակցություն է, որովհետև մեծ մասամբ այդ դարիքներում կարող է ընդհանրապես չուզենան գալ։ Չէ, չգիտեմ, որ եկանք էլ դե ընտանիքը մեր մեծ մասամբ էստեղ էր։ Միշտ այդ բանը եղել էր, որ ընտանիքը ընդեղը մենք մենակ ենք ընդեղը։ Բարեկամները։ Մենակ հորեղբայրս էր Ֆրանսիա էր, մնացած ամենը մեծ մասամբ Հայաստանում էին։ Դրա համար, որ եկանք Հայաստան, նենց ավելի ջեր մտնոլորտ էր, որ ինչը լինի ընտանիքը կա։ Որ ընդեղում ցավոք սրտի ինչը լինի չկա։ Իսկ Արփինել գոհեր որ տեսնելու է իր զարմիկները, թե ցանկի Արորյանը հետաքրքրում ցեզ, թե ուսում պետք է գանել այդ տարիքում, ինչ պետք է գանել, դա էլ պետք է որոշվեր, չէ՞։ Այո, որ եկանք 2 տարի էր մնացել մինչև դպրոցական տարիներս վերջանար, հենց ֆրանսիական դպրոցը գնացի, Lycée Français, որ ինձ վերջում տալիս է ֆրանսիական դիպլոմա։ Ես կարող էի գնայի հետ Ֆրանսիա։ Ես ընդունվել էի Ֆրանսիա բժշկական համալսարան։ Sorbonne-ը ընդունվել, Montpellier-ը ընդունվել։ Բժշկական։ Այո, բժշկական։ Բայց այդ մի բանը կա, որ ասում եմ, ստեղ պետք է մնամ։ Այդքան տարիներից հետո, այդքան երկիր փոխելուց հետո ոնց որ տանը լինեի։ Այդ բանը, որտեղ է լինենք, որպես օտար ենք հաշի լինում, իսկ մենակ Հայաստանում է, որ գիտես ինչքան էլ մեկին չգիտես, մեկը կօգնի քեզ։ Այո։ Ու որպես կարող է բարեկամել դուրս գալ մի քիչ։ Այո, հաստատ։ Ու նաև ծեր բարեկամները ստեղ էին բոլոր համոզված, որ հայրենիքում պետք է լինենք իր բոլոր դժվարություններով, իր քիչ հնարավորություններով, թեկուզ համալսարանում որ ասես, հա Montpellier կամ Sorbonne շատ ավելի հնարավոր է բաներ սովորել, բայց ցանկ ավելի կարևոր է, քան ուսումը այդ պահին։ Այո, ու այդ պահին իմ համար ավելի հարազատել եմ մնալ, փորձել ստեղ, հնարավորություն միշտ կա գնալու։ Հետո էլ կարաս կարող եմ գնալ, հիմա մտածում եմ, որ մասնագիտության համար կարող եմ գնամ այնտեղ սովորեմ, մի քիչ ավելի ուրիշ բաներ սովորեմ, հետո այդ փապակով որ նորից վերադառնալ ու օգնել հայրենիքին ավելի զարգանալ։ Այո։ Լավագույն բժիշկներից ստանալ ստեղ բոլոր գիտելիքներով, որ ամեն մեկ անհատի պետք ունի հայրենիքը, ծեր նման, ավելի մեծ, ավելի փոքր, բոլորը պետք է կան ու ինչ-որ մի բան անեն ու ապրեք, որ որոշել եք բժշկություն որողությունը։ Ես ակնաբուժ եմ ուզում լինել։ Վերջին տարիս է պետական քննություններից հետո արդեն պետք է նեղ մասնագիտություն ընտրել ու մտել եմ բժշկական իմանալով որ ակնաբուժությունը ու դեռ չի փոխվել։ Դա ակնաբուժությունը շատ կարևոր է։ Հիմա շատ քիչ կա, կարծում եմ Հայաստանում շատ մասնակետ ակնաբուժեր, որոնք չգիտեմ դարիներու ընթացքում պետք է ավելանան կամ դարիքով մեծ են պետք է ունենանք մենք մեր ակնաբուժերը ու այդքան էլ խանութներ էլ շատ անում բանի օպտիկայի
բայց մասնակիցները քիչ են։ Դուք կլինեք այդ լավ մասնակիցներից, բայց նաև հայրիկի կորձը ինչ է։ Պապաս լուսանկարիչ է։ Լուսանկարիչ է, ինքը նկարում է դարբեր միջոցառումներ։ Այո, պապան այն որ ամեն ինչին կարողանում է ամեն ինչ կարողանում է նկարել։ Իր մոտ ամեն ինչ լավ ստացվում է։ Ընտանեկան է, իր նախա հայրն էլ ա եղել, թե չէ։ Չէ։ Ինքը առաջինն է եղել։ Պարսկաստան նկարում էր։ Այո, ինքը Պարսկաստան նկարում էր, հետո ինքը Շվեդիա է եղել։ Ինքը շատ է սիրում լուսանկարչությունը։ Ու այդ սերը ինձ փոխանցել է։ Ես ծնվելուց տեսել եմ կամերաներ, մինչև հիմա, ու մի օր որոշեցի ես էլ փորձեմ։ Կարծում եմ երկրորդ կուրս էի համալսարանի, սկսեցի։ Այո, այս վերջը 4-5 տարի է։ Փոքր դարիքում, բայց փոքր դարիքում էլ էի կամերա նկարում էի, այո, բայց ոչ այնքան որ նաև կողքից որպես գործ լինի։ Ու այդ հնարավորություն ունեցա, որ եղբայրս սկսեց բասկետբոլ խաղալ, գնացի իր խաղերը սկսեցի մի քանի օր նկարել, հետո սկսեցի լիգայի հետ համագործակցել։ Բասկետբոլի Հայաստանի Ֆեդերացիա։ Այո, ու հիմա նկարում եմ FIBA-ի համար, երբ որ FIBA-ի խաղերն են լինում, արդեն FIBA-ն միանգամից ինձ FIBA-ն, այո, Federation of International Basketball Association։ Միջազգային բասկետբոլի ասոցիացիան է, որը ցեզ հետ համագործակցում է։ Այո։ Դուք որ հոբի ա ոնց որ։ Հոբից սկսեց ու հիմա ամառը կար 20-ից ներքև խաղերը, Եվրոպայի առաջնությունը Երևանում։ Այո։ Ու տենց մենք Դուք եք նկարիչ, լուսանկարիչ, վայ։ Այսինքն համալսարանից դուրս եք գալիս կամերան ցերկենից վազում եք դեպի թահլիջ բասկետբոլի։ Այո, մարդիկ մեկ չգիտեն ես բժշկականում եմ սովորում։ Ասում են, հա, բանը, ինչ ես անում, երբ ես սովորել ես լուսանկարչություն, չէ, պապաս լուսանկարիչ, բայց ես մասնագիտությամբ բժիշկ եմ լինելու։ Ոնց ես հասցնում, ինչ ես անում։ Իսկապես, բայց շատ լավ որ երկու ուղղությամբ ուզում եք գնալ առաջ, թե ինքը շահույթապեր վստահ պիտի լինի ձեր համար, թե հոբին դառնում է իսկական գործ։ Այո։ Բայց կարող է բժշկությունը հետո չանեք սրանում շարունակեք, բայց չեմ կարծում։ Չէ, բժշկությունը ոնց որ պապան սերյոնի լուսանկարչության համար, ես սեր ունեմ բժշկության համար։ Ես ունեմ այդ սերը լուսանկարչության համար, այդ պահը բռնացնել, տեսնել, դրա համար սպորտ եմ ավելի շատ նկարում։ Ամեն ինչը նկարում եմ տենց կողքից, բայց սպորտի մեջ ավելի բան, որ այդ action-ը մեկ անգամ է լինում։ Այո, ճիշտ է։ Էլ երբեք նորից չի լինել ու հետաքրքիր է որ նույնիսկ էլի կապված է աչքի հետ։ Որ նայում ենք, աչքը տեսնել, ուրիշ ձևով ես տեսնում, ու այդ բանը, որ կարող ես այդ պահը միշտ պահել, այդ իմ համար շատ հետաքրքիր։ Ու նաև միջոցառումներ եք նկարում։ Այո, այո, բան դրսում ֆոտոշութեր, մենք կոնֆերանսներ, այո, մենք ստուդիա էլ ունենք, ստուդիայում էլ ենք նկարում։ Բաբայի ստուդիան։ Այո։ Բայց ոնց են գտնում ցեզ, ունեք edge։ Այո, Instagram-ին էջ RP գծիկ photography, էդի բանի սպորտային էջն է, իսկ RP գծիկ մալյանց գծիկ photography, այդ մենք արդեն event, ամեն ինչ նկարելու համար է, այո։ Մենք ցեզ հետ համագործակցել ենք շատ գոհ ենք նկարներից, մեր դղան բասկետբոլ էր խաղում, իսկապես ամենալավ նկարներ որ միջև ունեցել է, ձեր նկարներն են։ Իսկ այստեղ հեգակ ֆրանսիական ասենք ուսումով դպրոցով հեգակ խնդիրներ եղավ այդ վերջին 2 տարին հետո համալսարանը միջավայրի մտածելակերպի ընկերներ գտնել չգտնելու միակ դժվարությունը որ ունեցա ես առաջինն էի որ այս ֆրանսիական դպրոցից հետո որոշել եմ մնալ Հայաստան այսինքն մի հատ website կար, որտեղ դիմում էինք Ֆրանսիա գնալու համար։ Ես որոշել էի մնալ։ Մեկը արեցի, այդ բաները ընդունվեցի, բայց հիմա տանում եմ դիմումս նախարարություն, որ ուզում եմ ստեղ մնամ։ Ասում եմ, բայց մենք ֆրանսիական դիպլոմա չենք ունեցել, չգիտենք, պետք է ուղարկեք ապոստիլ, ուղարկեք Ֆրանսիա հետ բերեք։ Հետո որ դες մի քիչ խառնվեց, բայց վերջում ու ինձնից հետո շատ քանի ուսանող մնացին Հայաստան։ Հայեր։ Այո։ Որով շատ է ֆրանսիացիներ։ Այո, Ֆրանսիա հայեր, որ էլի ընտանիքով տեղափոխվել էին, որոշեցին մնան, բայց ես առաջինն էի, դրա համար մի քիչ որ sense հետաքրքիր է ոնց պետք է անենք, այս թղթերը ոնց է աշխատում, բայց ընկերների համար ընդհանրապես
դժվարություն չունեցա, որովհետև այդ բանը, որ ես ունեմ իմ հայ ընկերները Ֆրանսիայում, ունեմ նաև ֆրանսիացի ընկերներ Ֆրանսիայում, տարբերությունը մեծ է։ Ինչ առումով։ Հայ ընկերները այնտեղ, հայ ընկերները այնտեղ դպրոցում հայկական դպրոցում եղել մինչև 5-րդ դասարան, հետո չէ Լիոնում ենք եղել։ Հետո չկար հայկական, այսինքն մեկը պետքա ֆրանսիական մտնեինք, դրա համար ավելի շատ ֆրանսիացիներով էի շրջապատված, բայց այդ ընկերության կոնցեպտը իրանց համար նույնը չի։ Այդ մոտեցումը նույնը չի։ Մի քանի քայլ հեռու է ինչ որ հայերը իրար հետ։ Այո։ Մի քանի քայլ ընկերություն է, բայց որոշ մի հատ պատ գա իրար մեջ։ Այո։ Մեկ-մեկ փարագ է պատը, մեկ-մեկ հաստատը, բայց պատ կա իրար մեջ, բայց ընկերություն են ասում դրա մասին իրենք։ Ու ստեղինը համեմատելով ստեղինը ցեզ ավելի սրդի հարազատ է։ Շատ ոնց որ գիտեմ որ ընկերությունները որ մինչև կյանքից վերջ կպահեմ ընկերներ Ֆրանսիայում կապ պահում ենք բայց ոչ որ ասեմ այնքան որ այդքան բինտ չէ իսկ Արփիջան որ եկակ այդ ընկերները որ ասում եք իրենք էլ են հայրենաթարց թե հայաստանցի ծնված մեծացած հենց այստեղից են ծնված մեծացած այո ծնված մեծացած միշտ papan ասել է պետք է բոլորի հետ շփվել այո չպետք է օրինակ հա դու Ֆրանսիայից ես մենակ մնաս նրանց հետ որ Ֆրանսիայից եմ կամ Պարսկահայից մենակ չի մեկ-մեկ ուզելով է մեկ-մեկ գարաջ չի հավանես մենտալիտին փոքրուց ուրիշ ցև է մեծացել բայց գտնում ես ի վերջո ես 20 տարի եմ ստեղում գտնում եմ ընկերներ որոնք ստեղ ծնվեց մեծացած են նույն մտածելակերպով ենք դե չի որ ասենք որ թուք եւ մենք չկա դենց բան հենց ճիշտ եմ այո 100%։ Հետա որ երբ որ ուզում եք մերվել, ուզում եք տեսնել խոսել մյուսների հետ, հաստատ մեկին գտնում եք, որ ում հետ կարող եք լեզու գտնել, հետա որ ու կողեք համալսարանական ձեր ուսումից ամեն ինչ դալիս են, թե բաներ գա որ ասեք որ Երանի ավելի լավը լիներ Երանի։ Միշտ որոշ բաներ կար մանավանդ ավելի ցածր կուրսերում, որ ասում ենք լավ անեք որոշ դաս, որովհետև ես անգլերենով եմ սովորում։ Համասարանում որոշ բաներ կա, որ ասում են կարող է ավելի լավը լինի։ Հիմա ստացել են international accreditation մեր համասարանը, որ ուրիշ երկրներում ընդունվում է, որ այս համասարանը կա։ Դիպլոման չի ընդունվում ինքը, պետք է մեկ այդը գնանք ուրիշ իրանց քննությունները պետական հանձնենք, բայց գոնե ընդունվում է։ Բայց ինչա հիմա ցեզ ասում եք կարևոր է այդ հիմա այս բան։ Դե այս բան ես մտածում եմ վերադառնալ Եվրոպա, որ մասնագիտությունս անցնեմ, այդ պահի համար մի քիչ հեշտ չի հաստատ վերադառնալը, որովհետև որոշ բաներ կա, որ քննությունները իրանց շատ էթափներով բաներով է, որ ստեղինը այստեղ ոնց ասեմ ունենք կյանք կողքից որպես բժշկական ուսանող այսինքն թե շատ սովորում ենք թե հիվանդ ենք տեսնում թե բան ենք անում բայց կողքից ունենք այդ հանգստությունը ու այդ որ կարող եմ օրինակ weekend-ին դուրս գամ ընկերներիս հետ կամ թեկուզ շաբաթվա մեջ համալսարանից այո պետք չի սաղ ժամանակ նստեմ որ ընդեղն չի ընդեղում շատ ավելի դժվար է առաջին տարին, ստեղում երրորդ տարին է շատ դժվար։ Երրորդ կուրսը, որ ասում են, երրորդ կուրսը անցար, այսքան վերջացրել ես։ Այդքան, հա։ Շատ դժվար է։ Ով որ բան է լինում, երրորդ կուրսում ամենա բանը։ Կարող է դուրս գա։ Այո։ Իսկ Եվրոպայում նույն բանում առաջին տարին է, մտնելն է դժվար։ Այստեղ այդ երրորդ տարին լավ սպիտակ մազեր են։ Բայց Արփիջան հիմա օրինակ ասենք որ Հայաստանի համալսարանը այդքան այդ որակի չի ինչ որ Մոնպելիե կամ Սորբոն բայց այս համացանցի թարում մարդկան նույնիսկ ընդհանրապես չի գնում համալսանցով անում իր ամեն ինչը չգիտեմ մի հատ համալսարան որը Գերմանիայում է կամ չգիտեմ Դուբայում է կամ Ֆրանկֆուրտում է մենք եթե տեսնեք որ օրինակ այդքան լիարժեք չէ այստեղի համալսարանը չի կան կուրսեր որ զուգահեռանեք համացանցով որը ցես հմդությունները ավելի շատ ցերկ բերեք նույն ցեր մասնակցության մեջ իհարկե վճարովի այնտեղ բայց դենցել կարող եք
կոմպենսացնել այդ բագասը։ Այո, նույնիսկ պետք չի վճարով լինի, եթե ինքը սիրում է քո սովորածը կողքից կարող ես նստել, կարդալ, այնքան վիդեոներ կա YouTube-ում, որ այնքան մանրամասն բացատրում են ամեն ինչ, հրաշալի վիդեոներ կան, որ օգտվում եք դրանից, այո, դե լրացուցիչ է, հրաշք է այս տարի բանից օգտվել։ Շատ լավ է։ Այսինքն մեկ-մեկ մտածում եմ այն ժամանակներում ոնց է եղել, երբ որ չես կարողացել վիդեո անես, նայես, տեսնես ոնց է, այդ ամեն ինչ որ պետք է գնայր ինչ որ համալսարանի բանը քրադարանը պետք է առներ քիրք գնայր 3-րդ էջը 15-րդ էջ բայց հիմա գարաս մի գոջակով ոչ թե քիրք այդ քիրքի մեջ եղածը քեզ բացատրում է խոսակցություն ու դա մեծ առավելություն է հիմա այսինքն ինչքան որ էլ ասենք որ համալսարանը մի քիչ թույլ է կամ բանա գարանք նաև այն կողմով մենք մեզ ուժեղացնենք ցանկացած բնակավարում այո 100% ու անում եք դուք պետք է անել կողքից իսկ համալսարանում ասում ես թե որ էջերը գնա կամ օգնում են այո, շատ լավ դասախոսներ ունենք։ Մենք շատ լավ դասախոսներ ենք ունեցել, որ ու ինչն է պետք լավ դասախոս, որ ուզում է սովորեցնել, ուզում է դու իրանից լավը լինես, որտեղ վերջի դու ես իրան բուժելու, մի օր է հասնելու, որ ինքը չի կարող ինքը իրեն բուժի կամ մորը, հորը, որևէ մեկին, իր ընտանիքին։ Դա որ շատ բախտ ենք ունեցել, որ այս դասախոսներ ենք ունեցել, որ ուզեցել են մեզ ինչ որ գիտեն, մեզ փոխանցեն։ Ու դա շատ մեծ առավելություն է եղել, որ ասել են, օրինակ, արի մտի հետս վիրահատարան։ Արի նայ, բացատրել են, էսենց է, այնենց է։ Դա շատ մեծ այդ պահով բան չունեմ ասելու։ Իսկ դուք ինչքան մնացել ավարտելու։ Ես ավարտում եմ հուլիսին։ Արդեն 2026 թվականի, այո։ Ու դրանից հետո ուզում եք մասնակի դանակ դուրսու վերաթարնել։ Այո։ Արդեն գիտեք թե ուր։ 100% դեռ չէ։ Ֆրանսիայի սկզբում մտածում վերադառնալ, բայց Ֆրանսիայում ընդհանուր հիմա բժշկական համակարգերը ամենտեղ շատ խնդիրներ կա։ Լինի ֆրանսիականը, նաև մտածում եմ անգլիական համակարգը, բայց ընդհանուր որ նայում ենք մի կողմից Հայաստանում շատ ավելի հեշտ է։ Իրանց բժիշկների կյանքի որակ ավելի բարձր է, քան թե այնտեղում սա ժամանակ այս պետք անեն, որտեղ այդ հանգստությունը կա։ Ընդհանուր Հայաստանում այդ հանգստությունն ու ապահովությունը կա։ Սիրեցի որ դու կյանքին ավելի կարևորություն եք տալիս, քան ամեն ինչին, որովհետեւ մենք թե Եվրոպայում ապրելով ես էլ հասկացա, որ մարդիկ ավելի շատ իրենց կորձին են նվիրված ու մաքսիմալ ու կյանքից ոչ մի բան չեն հասկանում, սպասում են մինչև թոշակ։ Այո, բայց կյանքը դենց չի, պետք է հավասար լինի, ինչպես որ մենք ենք այստեղ ուրախանում ենք, հետո գնում ենք լիցքավորված կորձերին մեր ու գնում ենք առաջ։ Այդ կարևոր բան է, թե չէ կյանքը կվերջանա, հետո կորձը չի վերջանար։ Միանշանակ։ Դուք նաև ծեր ծննդավայրը այցելել եք։ Ես մոդիկա Շատ մոտիկա, բայց վերջին անգամ եղել եմ 2010 թվականին։ 10 թվականին։ Այո։ Եվ դպավորելա, թե ինքը մեծ քաղաք, մեծ երկիր է։ Շատ մեծ է։ Շատ մեծ մշակույթ ունեն, իրենք իրենց հին ազգ են, այսինքն դենց, բայց հիմակվա վիճակը գնալալ ծեր համար չենք ասում վադա լավա, ծեզ հարմար չի, ինչպես է քննադում այդտեղ։ Ես եմ պահով եմ ամեն, այսինքն Իրանում ամեն ինչ կա, ասում են, ունեն անապատ, ունեն ծով, ունեն սարեր, ամեն ինչ ունեն ծով, այսինքն այնքան սիրո բաներ կա տեսնելու, բայց դժբախտաբար հիմա political բանի պահով ասում եմ, որտեղ հիմա չգիտեմ ուր եմ գնալու, որը ժամանակ խնդիր է լինում, որտեղ կլինեմ։ Աղջիկի համար էլ դժվար է։ Էդ էլ կա, հիմա այն ժամանակ ընտանիք ունեինք այնտեղ, հիմա համարյա ոչ մեկ չունենք նաև այնտեղ։ Դա որ պապաս միշտ ասում է մի օր Պարսկաստանը կլինի ինչ որ կար, ասում ես սպասում եմ այդ օրվան։ Մենք իցա եղել է վերելքներ ու բաներ այդ իրենց պատմության մեջ, բայց մենք որպես հայ միշտ պիտի ասես որ ես ինչ կորձ ունեմ այնտեղ։ Այո։ Որովհետև թե գրոնը մեզ հարմար չի, թե էլ միջավայրը իրենց մտածելակերպը միգուցե ու թե էլ այդքան մոդիկա քո հայրենիքը ու արմադը ինչու չի նստես ավտոտ ու կաս ու ապրես այստեղ։ Մեկ-մեկ դա ինձ զարմացնում մարդկանց մոտ
որոնք գնահանդրեն փաթեթավորված քայլել, չգիտեմ, մզգիթների ցայները, բարձր ցայները լսել, դեմ չեմ, բայց եթե քոնը չի, դիպորտես ինչ որ լուծումներ գտնես, որ գնաս ոչ թե քո համար, ու կարող քո համար դժվար է, որովհետև սովոր ես այդ կյանքին, սպիրկի, բայց քո երեխեքի համար, քո թորների համար, որ իրենք կառուցեն Հայաստանը, որը մեր նախահայրերը չեն ունեցած, այդ ամենակարևոր բաներից է, որը հայրիկը դել որոշել է կալստեղ, որ իր հաջորդ եկող սերունդները իրենք վայելեն ու իրենք կառուցեն այս երկիրը։ Եղբայր, ձեր եղբայրն էլ անում, չէ՞։ Հիմա ինքը Ֆրանսիայում է, ինքը վերգնաց, ինքը մարքեթինգ բանի մեջ է։ Ինքը միշտ ասում է գիրս բժշկականում ես այդքան տարի անվեր որտեղ անվեր սովորել էլի բժշկական երբեք չի վերջանում միշտ սովորում ենք բայց մեկը նոր տեխնիկներ ավելանում հիմա այնքան բաներ փոխվում է ռոբոտային բաներ ավելանում միշտ մեկը բժիշկները միշտ սովորում են երբեք չես կարող ասես ես կատարել եմ չես ինքը Ֆրանսիայում է հիմա բայց ինքնին միշտ ասում է հիմա այնտեղ եմ, բայց նենց չի որ մնալու եմ այստեղ։ Ինչ է լինի, մենք որ տեղափոխվեցինք Հայաստան, առաջին բանը, որ հիմա մար շատ տարբեր էր, այդ ապահովությունները, որ Հայաստանում կա։ Որ ես ոչ մի տեղ ուրիշ չեմ զգացել։ Նույնիսկ Ֆրանսիայում։ Ընդհանրապես։ Չկա, իհարկե։ Ես ճամփորդել շատ եմ սիրում, փորձում եմ ինչքան կարող եմ ճամփորդել, բայց այն որ գնում եմ, հետո զգում եմ չէ, որ մի բանը այդ կարող եմ հանգիստ դուրս գամ քայլեմ առանց 2 վայրկյան մեկ աճ ծախ ուշադիր լինեմ էս լինի այն լինի այդ պահը որպես աղջիկ երեխա այդ ժամանակ որ մենք դա փոխվեցինք մամա շատ տարբեր էր ու այդ անփոխարինելի է իհարկե ու նաև չերմությունը մարդկանց այո իսկ արփիջան արհեստական բանականություն այսօր ամենտեղ կա բայց չեք կարծում որ ձեր երկու սիրած մասնակցության մեջ բժշկության մեջ ավելի շատ կաշխատի այդ քան կամերային որը պետք է բահը բռնես որովհետև այդ չի կարա փոխարինի ինձ թվում է բայց բժշկության մեջ այսօր արդեն հիվանդանոցներ կան որ Չինաստանում մարդիկ մտնում են ստուգվում են ինքնասում ինչ պետք է անես կարա փոխարինի բժշկին կարող է, բայց երբեք 100% չի կարողանա։ Այդ մարդկային կապը, որ օրինակ արհեստական բանականությունը հարցնում է հարցեր, իր հարցերը, բայց մեկ-մեկ դու որպես մարդ զգում ես, այս մարդու ասելու ձևը մի քիչ տարօրինակ է։ Կամ երբեք միշտ ասում ենք, պետք է 5 անգամ նույն հարցը տանք, մինչև մարդը ճշմարտություն ասի։ Հիվանդ ենք տեսնում, հարց ենք տալիս, բայց զգում ենք ուրիշ մի բան կա, որ չի ասվում։ Մինչև տարբեր ձևով ես հարցը տալիս, հենց ես ասում ու նոր սկսում ես ճշմարտությունը տեսնել, որ կարծում եմ դեռ դրան չենք հասել, որ դա փոխարինի, այդ մարդկային կապը փոխարինի, հուսամ չհասնենք դրան, որովհետև անա, բայց վիրահատությունների պահով օգնում են ու լավ բան է, որ օգնում են, բայց էլի որոշ բաներ կա, որ այդ մարդկային բանը տեսնելը այդ պահին այդ ռեակցիան տալը ավելի ոնց որ ճիշտ է որ մարդ լինի քան թե ռոբոտ լինի։ Դե միանշանակ այո։ Բայց կամերային կյանքում չեն փոխարինի, կամերաներ կան շատ առաջացած, բայց այդ միջոցառման ամենեկ լավ բահը նկարելը իրենք չեն կարող անել, դուք պիտի անեք։ Այո։ Դա էլ կշարունակվի ձեր մասնակցության մեջ, իսկ ծնողները ինչքանով են քո ցեզանից։ Կարծում եմ գոհ։ Պապան միշտ մեկ-մեկ ես չեմ կարողանում գնամ խաղեր նկարեմ կամ երկու խաղ նույն ժամանակա լինում, ես ուղարկում ասում եմ շեֆ, որտեղ պետք է գնամ, ստեղ թե ստեղ։ Ասում ստեղ գնա, ես այնտեղ կգնամ։ Okay, շեֆ։ Հա, այո, ինքն էլ է գնում։ Հենց էս բան U20 խաղերին ամռանը, որտեղ երկու տարբեր տեղերում էր, մեկ-մեկ Իրանը մի կողմ ես էի ուղարկում, ասում եմ։ Այո, ասում եմ, շեֆը ասել է ես տեղ գնամ։ Դրանից լավ բան չկա ինձ թվում ծնողքի համար ու նաև դուք համեմատում եք ձեր նկարները պապային հետ։ Ինքն է համեմատում, ասում եմ, այստեղ այդ լավություն ինչ է, որ միշտ ես մեկին ունեմ, որ ասի ունեք, այստեղ կարող էր ավելի լավ անել։
ու ես շատ երախտապարտ եմ, որ ինքը միշտ ինձ սովորեցնում է ամեն ինչ։ Որտեվ մարդիկ կան, այսինքն որևէ լուսանկարիչ կարող է չունենա մեկին, որ ավելի շատ փորձ ունենա, որ գա իրեն ասի, որ էս ինքը այնքան տարբեր երկրներում, տարբեր բաներում այդ փորձ ունի, որ նայած որ բաբանա ու ուզում է մաքսիմում մենակ լավն եմ ուզում ու այդ շատ կարևոր է, որ միշտ մեկը կա, որ ասում է, «Էս ճիշտ ես արել, էս ճիշտ չես արել, կարող էս ավելի լավ լիներ»։ Դա որ Արփիջան դուք եկել եք կողեք ձեր կյանքից, ձեր ուսումից, ձեր ամեն ինչից, բայց նաև ունեք ձեր նման մարդիկ, որոնք ապրում են Փարիզում, չգիտեմ, Ամերիկայում, Անգլիայում, Կանադայում, ձեր նման ձեր դարիքի, բոլորս գիտենք, որ պետք է հբարդանանք Հայաստանով, պետք է մեր արմատները լավ լինեն, որ մեր երկիրը բարգավաճի եւ այլն։ Ամեն մարդ ունի իր գործը, ամենահարուստը կամ ամենագիդունը եւ դուք ձեր ստարիքին բոլորս ունենք մեր գործը, որ մի քանի տարի հետո ծաղկի մեր երկիրը։ Ինչ է ձեր խորհուրդը ձեր նման, ձեր դարիքի երիտասարդների, որոնք այնտեղ մտել են համալսարան, վաղ շարունակեն իրենց գործը, կմտնեն այդ թունելի մեջ ու մի անգամից մեծ լարիքով դուրս կգան առանց ոչ մի բան անելու իրենց հայրենիքի համար։ Ինչ է ձեր խորհուրդը։ Իմ խորհուրդը կլինի, որ իմ երկու զարմիկները եկան Birthright Program-ով Հայաստան դեպի հայք, այո, ու իրանք Ֆրանսիայից են երկուսն էլ, ու որ եկան, որ լրիվորեն ուրիշ բան բացվեց։ Ես օրինակ եղել էի Հայաստանում, ես ապրել էի, հետո գնացել էինք, բայց մեկը որ ընդհանրապես չի տեսել, չի կարող հասկանա, որ այդ ջերմությունը, այդ բանը, որ Հայաստանում կա, այնտեղում ընդհանրապես որը բագասում այնտեղ։ Իրենք սկսում են համեմատել, դա կարևորը։ Այո։ Ոչ միայն որ հայրենիքա ու արմատները, հայերեն ենք խոսում, այդ չի, այդ ջերմությունն ու այդ հարաբերությունները մարդկային, որոնք այնտեղ անգում են ապրում, հատկապես հիմա վերջին տարիներում ալավելի արժեքներ չգիտես ուր են գնում թեպի, բայց գալիս են այստեղ սկսում են նայել, որ չա, այս մեր ընտանիքի արժեքները ավելի շատ ստեղա, քան այնտեղ։ Այո, 100%։ Ու իրենց ինչ է խորհուրդ տալիս, օրինակ ձեր զարմիկները Birthright-ով եկան, ուրիշ մարդիկ խորհուրդ տանք, որ քան իրենք թեպի հայկով կամ ուրիշ ծրագրերով, քան այստեղ կոնե 6 ամիս մնան։ Այո։ Հետո կմնան։ Կան ինչ է լինի 6 ամիս իրենց համար բան չի փոխելու, իրանք այնտեղ 6 ամիս մնան։ Եթե կարողանան գան, տեսնեն, փորձեն, այստեղում ապրեն, մարդկանց հետ շփվեն, կարծում իրանց համար շատ մեծ տարբերություն կարող անի, նույնիսկ եթե որոշեն, որ չմնան, այդ նույնիսկ այդ բանը, որ ես եղել եմ այնտեղ, հասկանում եմ ավելի։ Այսինքն կան, որ Սփյուռքում նստած մենակ ասում են Հայաստան, էսենց Հայաստանն է, բայց այդ բանը, որ դու այստեղ լինելով ես կարող անես, շատ տարբեր է։ Իհարկե այնտեղ լինելով ես կարող օգնես, բանանես, բայց այստեղ գալ մարդկանց հետ շփվել, այդ ամեն ինչը քո մաշկի վրա տեսնել։ Իհարկե։ Պլյուս որ այդ 6 ամիսը դենցա լավ գազմագերբում Birthright Armenia-ի ծրագիրը, որ գնում ես գամավորություն ես անում։ Եթե ոչ մի բան էլ չարեցիր 6 ամիսը, կազմած ասել 6 ամիս գնացի, ես գամավոր օգնեցի սրան, օգնեցի դրան, այս ծրագրին, չգիտեմ, Թումոյին, դիք ծրագրեր կա, որ դրանց մեջ աշխատում են ու իրենց օգուտն են բերում։ 6 ամիս հետո կմնան, չեն մնա, կարան հետ վերադառնան։ Այդ շատ կարևոր խորհուրդ է երիտասարդներուն, միացեք այս ծրագրերին, եկեք կամ կմնաք կամ էլ հետ կվերադառնաք, բայց նայեք ձեր նման մարդիկ ոնց են եկել մնացել, ուրախ ու ամեն ինչը իրենց համար դրական է։ Շնորհակալ եմ շատ Արփիջան, այս լավ զրույցի համար։ Ձեզ հաջողություն, թե լուսանկարչության մեջ, թե բժշկության մեջ, հույսով եմ հաջորդ հանդիպումներուն ավելի մեծ ծրագրերի մասին կխոսանք։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ։